Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 5-ին պետական այցով կժամանի Հայաստան։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Ֆրանսիայի նախագահի այցը քննարկել է դեսպան Օլիվիե դե Կոնտինյոյի հետ հանդիպան ժամանակ, հայտնել է մեր երկրի կառավարության մամուլի ծառայությունը։ Պաշտոնյաները հանդիպան ժամանակ քննարկել են հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի մի շարք առանցքային հարցեր, որոնք նախորդում են մայիսի 4-ին կայանալիք եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին։ Կողմերը քննարկել են նաև խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառավարման ոլորտում Ֆրանսիայի ներգրավվածությունը, հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ընթացքը, ինչպես նաև կրթական ու մշակութային փոխգործակցության հեռանկարները։ Արժեքահեն հոգևոր կյանք ունենալու խնդրի լուծման համար Նիկոլ Փաշինյանը Facebook-յան ուղիղ եթերում ներկայացրել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրի երկրորդ մասը, որտեղ անդրադարձել է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման հրատապությանը։ Ըստ Փաշինյանի հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում ԿՊ-ի հաղթանակի դեպքում հոգևորականները կներառվեն համընդհանուր հայտարարագրման համակարգում, իսկ եկեղեցին կսկսի հարկեր վճարել պետական բյուջե։ Հայաստանի Հանրապետությունում գործում է համընդհանուր հայտարարագրման համակարգ, եւ այս համակարգից չեն կարող դուրս լինել հոգևոր ծառայողները։ Մենք վաղուց ենք խոսել, որ հայաստանյաց առաքելական եկեղեցին որոշակի առևտրային գործունեության եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում պետք է նաեւ հարկեր վճարի։ Փաշինյանի խոսքով հոգևոր դասը պետք է օգտվի պետական սոցիալական երաշխիքներից, սակայն միևնույն ժամանակ դադարի գործել ստվերում եւ զբաղվել քաղաքական քարոզչությամբ։ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հեռախոսակապի միջոցով ուղերձ է հղել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին, բարձրաձայնելով ադրբեջանական բանտերում պահվող հայ բանտարկյալների իրավունքների եւ պահման պայմանների հարցը։ Արցախի նախկին պետնախարարը հայտնել է, որ վերջերս հանդիպել է Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևայի հետ եւ քննարկել կենցաղային, բժշկական ու իրավական խնդիրներ։ Ըստ Վարդանյանի, Ալիևան նշել է, որ հայկական կողմի հետ քննարկվել է ՄԻՊ-ի Բաքու այցելելու հնարավորությունը, սակայն նախաձեռնությունը դեռևս կյանքի չի կոչվել։ Իր ուղերձում Վարդանյանը քննադատել է Հայաստանի իշխանություններին նախաձեռնողականության պակասի համար, ընդգծելով, որ մինչ Երևանն ու Բաքուն բանակցում են տնտեսական հարցերի շուրջ, գերիների իրավունքների հարցը դուրս է մնում օրակարգից։ Նա առաջարկել է կազմակերպել պաշտոնական պատվիրակության այց Բաքու, որում կընդգրկվեն նաև բանտարկյալների հարազատները, մասնավորապես իր կինը Վերոնիկա Զոնաբենդը։ Վարդանյանը մարդու իրավունքների պաշտպանից հրապարակային պատասխան է ակնկալում 3 հիմնական հարցերի շուրջ։ Արդյոք քննարկվում է հարազատների մասնակցությամբ այցի կազմակերպումը, ինչպես է համակարգվում աշխատանքը Ադրբեջանի օմբուդսմենի հետ եւ ինչ կոնկրետ քայլեր են ձեռնարկվել ձերբակալման պահից ի վեր։ Կապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 8 երթուղին սպասարկող Երևանում դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին։ Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 20-ի երեկոյան Հալավյան փողոցում։ Ոստիկանությունից հայտնել են, որ վարորդին դանակահարել է ուղևորը, որը եղել է ոչ ցավ վիճակում։ Ըստ նախնական տեղեկությունների վեճը ծագել է ուղևորի եւ վարորդի միջև, ինչն էլ հետո վերածվել է դանակահարության։ Իրանական կողմը հերքել է Իսլամաբադ բանակցությունների մեկնելու մասին լուրերը, դրանք որակելով ապատեղեկատվություն։ Չնայած ըստ Աքսիոսի, երկրի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին թույլատրել էր պատվիրակությանը մեկնել ԱՄՆ-ի հետ բանակցելու։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը ավելի վաղ հայտարարել է, որ Թեհրանը չի բանակցի սպառնալիքների ներքո եւ պատրաստվում է դիմել նոր քայլերի։ Այս ամենը տեղի է ունենում Իրան-ԱՄՆ ժամանակավոր երկշաբաթյա հրադադարի ավարտին զուգահեռ, որը լրանում է մի քանի ժամից, սակայն կողմերը դեռևս չեն հասել երկարատև խաղաղության համաձայնության։ Միաժամանակ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը սպառնացել է ոչնչացնել Հեզբոլլահի առաջնորդին եւ հրահանգել է բանակին գործել ամբողջ ուժով, անկախ հրադադարի ռեժիմից, եթե դա անհրաժեշտ լինի իսրայելցի զինվորների անվտանգության համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցրել է, որ կեսգիշերային մուրջ գործողությունը Իրանի միջուկային փոշու օբյեկտները ամբողջությամբ ոչնչացրել է։ Սրա ֆոնին նա մեղադրել է CNN-ին եւ այլ լրատվականներին կեղծ լուրեր տարածելու համար։
Կեսգիշերային մուրջ գործողության ժամանակ Իրանի միջուկային օբյեկտները հիմնահատակ կործանվել են։ Փլատակները վերացնելու գործը շատ երկար ու ծանր է լինելու։ Իսկ սուտ լուրեր տարածող CNN-ը եւ մյուս ծախու լրատվամիջոցները չեն գնահատում մեր հիանալի օդաչուների կատարած աշխատանքը։ Միշտ փորձում են նրանց նսեմացնել ու ցածրացնել։ Ձախողակներ։ Թրամփը հաճախ է քննադատել CNN-ին անվանելով կեղծ լուրեր տարածող եւ մեղադրելով սուտ տեղեկություններ հայտնելու համար։ Նա հատկապես դժգոհ է եղել, թե ինչպես է CNN-ը ներկայացրել Իրանի հետ բանակցությունները։ Ավելի վաղ Իրանի հետ պատերազմում հրադադար հայտարարելուց ընդամենը 2 ժամ անց Թրամփը պնդել է, թե CNN-ը միտումնավոր սուտ տեղեկություն է հրապարակել, մասնավորապես Իրանի անունից։ Բացի այդ, Թրամփի վարչակազմը զգուշացրել է, որ այն լրատվամիջոցները, որոնք քննադատաբար կխոսեն Իրանի դեմ պատերազմի մասին, կարող են զրկվել հեռարձակման թույլտվությունից։